Մարտին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի, արտահանման, զբոսաշրջության, հյուրընկալության, շինարարության ոլորտների, ծառայությունների, ինչպես նաեւ մի շարք այլ թեմաներին առնչվող հարցեր։ Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները եւ տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին, նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները։ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ավելացված արժեքի հարկի ծավալը մոտ 824 միլիարդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 42.3%-ը։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 735 միլիարդ 541 միլիոն դրամ, կամ ընդհանուր հարկերի 41.5%-ը։ Այսպիսով այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծված ավելացված արժեքի հարկի ծավալն աճել է շուրջ 88.52 միլիարդ դրամով, կամ 12.3%-ով։ Mobile Center Art-ը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 73.56 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024 թվականի ցուցանիշը կազմել էր 61.58 միլիարդ դրամ, գրանցվել է 11.98 միլիարդ դրամ, կամ 19.5% աճ։ Ընկերությունը պահպանել է առաջին հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 94.5%-ը։ Գազպրոմ Արմենիան այս հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 35.38 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024 թվականի ցուցանիշը կազմել էր 38.78 միլիարդ դրամ, գրանցվել է 3.4 միլիարդ դրամ, կամ 8.8% անկում։ Նախորդ տարի կազմակերպությունը նույնպես զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 81.8%-ը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են էլեկտրատրանսպորտի, քարշի ենթակայանների թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության տարբեր հիմնարկներում եւ ընկերություններում նման անտեսանելի գործընթացներ են ընթանում, ինչը շատ կարեւոր է։ Այս պրոցեսների թվայնացման շնորհիվ Երևան քաղաքը տարեկան տնտեսելու է մոտ 100 միլիոն դրամ, եւ այն ինչ արվում էր մեխանիկական ձևով, այժմ կատարվում է ավտոմատացված եւ թվայնացված եղանակով, ասել է նա։